Տիկին Հակոբյան, երեք ականատես եղանք հերթական անգամ սրբազանների ձերբակալման դեպքին, նախ ձեր որակումը այս ամենը։ Գիտեք, ես երեկվանից փորձում էի ինձ համար վերլուծել այս իրավիճակը եւ գիտեք, ես կարծում եմ, որ ոչինչ մեր կյանքում չի փոխվել։ Այս իշխանությունները իշխանազավ թման պահից սկսած պատերազմ են հայտարարել եւ հիմա գրոհի են անցել ողջ սահմաններով, ողջ ճակատով, եթե համեմատում ենք, պատերազմական դրության հետ եւ ասեմ, որ ուղղակի պատերազմի ստրատեգիան փոխել են իշխանությունները, հանձինս իրենց ղեկավարի, որովհետև այն հարձակումը, որի սկզբանե ինքը պլանավորել էր, հասկացավ, որ բավարար քանակով զորք չունի հավաքագրած, ամեն դեպքում ամեն մեկը չի, որ կկարողանա անցնել այդ ամենի միջով ու գնալ օրինակ հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա։ Եվ այդ պատճառով ստրատեգիան փոխել է եւ հասկանալի է, որ սրանք ճնշումներ են հենց անձամբ կաթողիկոսի նկատմամբ եւ փորձում է դնել այն իրավիճակում կաթողիկոսին, որպեսզի նա ինքնակամ հեռանա եւ վերջում հասկանալի է ինչ որակումներ ու ինչ մեկնաբանություն է տալու ղեկավարը Հայաստանի Հանրապետության, շատ պարզ է ինձ թվում է, պատերազմ է ուղղակի ողջ հանրությանը, ողջ հասարակությանը եւ այստեղ գիտեք ոչ թե քարոզչությանը, որը տանում է Նիկոլը պետք է հակաքարոզչությամբ զբաղվել, այլ պետք է շատ վառ, այսպես սթափ գնահատել իրավիճակը եւ գործողությունները պետք է բխեն դրանից։ Այսօր անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու վրա հարձակմանը, ասաց, որ իր կողմից նման հարձակում չկա, նա չի պատրաստվում հարձակում գործել եւ ասաց, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են, որ arczepiskopos-ն ու եկեղեցին նույնական են։ Տեսեք, ես ասում եմ, չենք փոխել է ստրատեգիան, իրականում այո փոխել է եւ ես էլ մի պահ հանդիպեցի, որ ասում է, որ ինքն էլ է լուրերից տեղեկացված եղել։ Գիտեք, եթե լիներ իրական, այսպես իրավական համակարգ Հայաստանի Հանրապետությունում, որևէ համակարգի ներկայացուցիչ պարզապես չէր գնա ու չէր ձերբակալի սրբազաններին ու քահանաներին, որովհետև այն պարզաբանումները, որ տալիս են փաստաբաններ, իդեպ ողջ օրը մենք թե դատարանում, թե տարբեր վայրերում ենք եղել, այդ իրականությանը ականատես ենք եղել։ Այսինքն այնտեղ չկա որևէ իրավական հիմք։ Տեսեք, փաստաբանները արձանագրում են, որ իրենք իրավաբանություն չեն կարողանում անել։ Չկա իրավաբանություն այս գործերի մեջ։ Այսինքն կա հստակ հրահանգ եւ այդ հստակ հրահանգով շարժվում են իրավապահ մարմինները։ Եվ իդեպ, ես կարծում եմ, որ որևէ մեկս այլևս պատահականությունների սկզբունքին չենք հավատում, Նիկոլի օրոք պատահականություն է արդյոք, որ բոլոր հոգեվորականներին սկսել է դատել նույն դատավորը օրինակ։ Չէ, սա էլ պատահականություն չէ, արդեն մարդը փորձառություն ունի, գիտի ոնց պետք է մանևրի, ոնց պետք է շինծ ու գործեր կարի հենց հոգեվորականների վրա, թե մեղադրող կողմը, թե դատավորը, որը հետագայում արդեն այդ կալանքի որոշումները կամ հետագա ընթացքը տանում է։ Սա հստակ պլանավորած մեխանիզմ է, որով առաջնորդվում է հենց Նիկոլը, ու հրահանգները հենց Նիկոլից են։ Գիտեք, անկախ նրանից ինքը ինչ է ասում, այս իրողության մեջ մենք ենք եւ ինքը շարժվում է այո Գեբելսի 10 կանոններից, բոլոր կանոններից օգտվելով, այստեղ մեկն է, սուտը կառուցվում է ճշտի փոքրիկ էլեմենտների վրա, մնացածը հորինվում է դրանց վրա։ Տիկին Հակոբյան, քննչական կոմիտեի տարածած նկարներում երևում էին արծաթ հեծուլակտորներ, փողեր, վառելիքի կտրոններ, եկեղեցում ինչու պետք է լիներ այդ ամենը։ Իսկ ինչու չպիտի լիներ։ Ես չեմ հասկանում, եկեղեցին կառույց է, այնպես ինչպես մնացած բոլոր նաև աշխարհիկ կառույցները այդ առումով, ֆինանսական առումով, ունեն իրենց ընթացիկ ծախսերը, ունեն ի վերջո իրենց հոգ են տանում եւ դա նորմալ է, որ եկեղեցում պիտի լինի եւ դրամական միջոցներ եւ այն միջոցները, որոնք հայտնաբերել են իդեպ փաստաբանները հայտարարեցին, որ այդ մասով որևէ մեղադրանք չկա առաջադրված, հետևաբար դա եւս հասարակության այսպես մանիպուլացնելու, մեջը նստացնելու, որ տեսեք ժողովուրդ, հերիք չէր մնացածը ձեզ թալանել են, եկեղեցին էլ հետն է թալանում։
ամեն դեպքում որևէ մեղադրանք այդ առումով չկա առաջադրված։ Նշեցիք, որ չեք հավատում որևէ պատահականության, արդյոք պատահական եք համարում, որ հոգևորականների ձերբակալությունը համընկավ հենց Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու օրվա հետ։ Գիտեք, Նիկոլի օրոք ոչ մի բան պատահական չի։ Ես ասեմ նաև այդ համընկնումները ինչու են տեղի ունենում։ Մենք իրականում հասարակության այն հատվածը, ով հաշտ չէ իրավիճակի հետ, ով որևէ կերպ չի համակերպվում, ես իմ անձի վրա եմ վերցնում։ Ես երեկվանից անկեղծ եմ ասում, ես չգիտեի որ ուղղությամբ պետք է վազել։ Արդյոք հնարավոր է մարդու մարմինը կիսել, որ բոլոր տեղերում լինի։ Այսինքն ինքը նաև սրանով ջլատում է մեզ, թուլացնում է, պառակտում է։ Տեսեք, ինքը իր ողջ ուժերը մոբիլիզացրած ինչ էր կատարվում երեք։ Համատարած լսում ենք Հայաստանում սպանությունների մասին, բայց 54 քննիչ լծված էին կամ ԱԱԾ բոլոր աշխատակիցները լծված էին եկեղեցու դեմ արշավին, հա։ Եվ մենք ոչ ոք չէինք իմանում, որ ուղղությամբ, որ դատարան պիտի գնանք, արդյոք պիտի գնանք Սամվել Կարապետյանի դատին, արդյոք պիտի գնանք Տեր Գարեգինի դատին, արդյոք մյուսի Սրբազանի, եւ արդյունքում ամենտեղ հավաքվում էր մի քանի հոգի մարդ։ Հասկանում եք, սրանք պատահականություններ չեն եւ նաեւ այն ինֆորմացիան, որ մենք քանի ժամ շարունակ չէինք կարողանում իմանալ նաեւ մարդիկ ով որտեղ է, նաեւ դրանով էր պայմանավորված, որպեսզի հասարակությունը եւս չկողնորոշվի եւ ուժերի մոբիլիզացիա այդ առումով տեղի չունենա։ Այո, սրանք պատահականություններ չեն որևէ կերպ։ Տիկին Հակոբյան, ինչ քայլեր պետք է ձեռնարկվի հետագա եկեղեցու դեմ հարձակումները կանխելու համար։ Գիտեք, մենք մեր մոլորությունը նրա մեջ է եւ Նիկոլի հենց հաղթանակը կանում է նրանում, որ մենք դետալների մեջ ենք ամեն ինչ փնտրում։ Հասկանալի է, որ եկեղեցու դեմ հարձակումը դա մեր ինքնության, մեր մեջքը կոտրելու, մեր ամենագլխավոր հենասյունը մեր մեջքից կամ տակից տանելու համար է արվում։ Բայց Նիկոլը ինքը սա եւս դիտարկում է որպես այսպես մի դրվագ եւ այդպիսի դրվագները բազմաթիվ են ցավոք սրտի Արցախի կեղեքումը, հանձնումը, սպանումը Արցախի իրականում էլի Նիկոլի համար դրվագներից մեկն էր, հա, այն ինչ որ պիտի հետագայում դեռևս տեղի ունենա եւ մենք դրվագ փորձում ենք պայքարել, չկա դրվագ պայքարելու։ Մենք չպիտի դիտարկենք Արցախի համար պայքարը առանձին, չգիտեմ, սոցիալական վիճակի համար առանձին, անվտանգության համար առանձին, եկեղեցու համար առանձին չպիտի լինի այդպես։ Պիտի լինի համախմբվածություն, ով որ ուղղության հետ հաշ չի, պիտի համախմբվեն միտեղ եւ ի վերջո քշեն այս իշխանություններին։ Մինչեւ չքշենք եւ եկեղեցու դեմ է հարձակում լինելու եւ Հայաստանի սուվերեն տարածքներից են հանձնվելու եւ մեր անվտանգությունն է խաթարվածնելու եւ մեր սոցիալական վիճակն է գնալով ծանրանալու, չի կարգավորվելու որևէ ոլորտ այս առումով։ Տիկին Հակոբյան, 3 դատանը եւս 30 օրով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը, դրանից առաջ տեսանք, որ Միքայել Սրբազանին 2 տարով ազատազրկեցին, հիմա այս դատական process-ի հետ կապված մենք կարող ենք այս իշխանությունից սպասել արդար դատաքննություն։ Ոչ, չկա Հայաստանում արդարադատություն, չկա, ընդհանրապես գոյություն չունի եւ ես նախորդ անգամ, երբ իմ գործընկերոջը Դավիթ Գալստյանին տնային կալանք, հա, խափանման միջոցը փոխեցին, բոլորը ուրախացել էին, շնորհավ, հա, ուրախ ենք, տանն է Դավիթ, ավելի լավ պայմաններում է, քան բանտում, բայց դա արդարություն չէ, դա արդարադատություն չէ եւ նույնիսկ եթե բոլոր դրվագներով նույն Սամվել Կարապետյանին, Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին եւ մեր մնացած հա ընկերներին, մնացյալ 17 կալանավորվածներին եւ մնացած բոլոր քաղբանտարկյալներին արդարացնեն, դա եւս արդարադատություն չէ։ Հակառակը իրենք պիտի ներողություն խնդրեն եւ հակառակը հատուցում տան նաև այդ մարդկանց այդքան բաների միջով անցնելու համար։ Հակառակ դեպքում ինչ արդարադատության մասն է, այն ինչը որ մենք հիմա ականատես ենք լինում, դա տերոր է սեփական ժողովրդի նկատմամբ, դա անարգանք է սեփական ժողովրդի եւ անցյալի եւ ներկայի եւ ապագայի կերտման համար։ Այստեղ չկա որևէ արդարադատություն ու իրավական համակարգի որևէ, չգիտեմ, նշույլ։ Իսկ Սամվել Կարապետյանի մասով դա ընդհանրապես աբսուրդի հասնող բան է։ Տեսեք, իրականում պատական չէ, թևավոր է դարձել արդեն այս միտքը, որ մենք ունենք 2 միլիարդ հատեր, 2 բարերար,
դեռ հարուստ լինելը մի կողմ, բարերարներ, ովքեր իրոք այո ողջ կյանքում փորձել են օգտակար լինել իրենց ժողովրդին։ Մեկը Ռուբեն Վարդանյանն է այսօր Բաքվի բանտում, նրան դատում է Ալիևը, Սամվել Կարապետյանն է Հայաստանի բանտում, նրան դատում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ երկուսի պարագայում էլ դատում են միայն այն բանի համար, որ իրենք ուղղակի անտարբեր չեն անցնում հայ ժողովրդի կողքով, հայրենիքի կողքով ու ընդհանրապես իրենց համար հայկականությունը դա կարևոր է։ Ես եմ շնորհակալ։